Ինչ են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկության ժամանակ տարել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանից։ Արմնու լրատվականին հասած լուրերի մի քանի ժամ խուզարկելուց հետո տանից տարել են մի շարք փաստաթղթեր։ Ավելին, տունը խուզարկելուց հետո Աբրահամյանին տարել են հակակոռուպցիոն կոմիտե, հարցաքննել ու մեղադրանք առաջադրել։ Սա էլ դեռ վերջը չէ։ Մեղադրանքից հետո Հովիկ Աբրահամյանին տանում են հակակոռուպցիոն դատարան։ 7 ժամ նիստ է տեղի ունենում ու դատարանում միջնորդում են կալանավորել նրան, սակայն դատարանը որոշում է տնային կալանք տալ։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Արմնու լրատվականը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Նախկին վարչապետին հունիսի 13-ի կեսօրին ձերբակալեցին կոմիտեի փոխանցմամբ մի քանի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Աբրահամյանը, որը երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել բարձր պաշտոններ, 2017-ից Հանրապետականի անդամ չէ։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկավ քաղաքացիական պայմանագիրը, Աբրահամյանը հենց նույն տարում հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այն ժամանակ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել եւ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, բայց նախկին վարչապետն այն ժամանակ որ ձերբակալվել, ոչ էլ կալանավորվել էր։ Եվ ահա 7 տարի անց կրկին հիշեցին նրան։ Նրան միայն արգելել էին լքել երկիրը։ Աբրահամյանն այն ժամանակ պնդել էր, թե գործը շինծու է եւ իրեն հետապնդում են իշխանությանը քննադատելու համար։ 2018 թվականի այս իրադարձություններից հետո 67-ամյա Աբրահամյանը երբեք աչքի չի ընկել հանրային ակտիվությամբ, լռություն է պահպանել։ 2023-ին դատախազությունը եւս մի քրեական գործի մասին էր հայտնել։ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել այն նույն հոդվածներով, ինչպես այսօր փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցություն։ Դատախազությունն այն ժամանակ հաղորդել էր, որ 2006-ից մինչև 2016 թվականը լինելով պաշտոնատար անցել է պաշտոնեական լիազորություններ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող ավազահատիկ ընկերության կառավարմանը, օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Արմնու լրատվականը շարունակի իր հետաքննությունը նախկին վարչապետի շուրջ կատարվող իրադարձությունների մասով։ Հետևեք մեզ։